Բարև ձեզ Վեստիեի հարգելի հետևորդներ, մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, այն ինչ փոփոխություններ կարող է բերել հենց Երևան քաղաքի համար։ Այսօր թեմայի վերաբերյալ զրուցելու ենք Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյանի հետ, ով նաև Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ է։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Պարոն Մանուկյան, Երևանում առկա ինչ խնդիրներ կան, որոնք ի վերջո կարող են ազդել քվեարկության վրա։ Երևանում խնդիրները անվերջ են։ Երևանում խնդիրները բազում են ու բոլորը չլուծված են։ Չկա մի խնդիր, որը ասես առարկայական A կետից վեցել են, B կետը հասցրել են։ Անխտիր բոլոր ոլորտներում ձախողումներ է։ Ու եթե մենք սկսում ենք վերցնել գլոբալ ինչ խնդիրներ կա, որը որ առաջում է գրեթե բոլոր երևանաբնակներին, առաջինը օդի աղտոտվածությունն է, որը հասել է աղետալի մակարդակի, լուրջ աղետալի մակարդակի վրա է հասել, եւ դա ցույց է տալիս հենց իրենց GIS համակարգը, որ տեղադրել են IMEM, բայց դրա մեղավորը մեկ միավոր է, դա ԿՊՆ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հիմա կասեք ինչ կապ ունի Նիկոլը օդի աղտոտվածության հետ, ասեմ ինչ կապ ունի։ Երբ որ Երևանի կենտրոնում բերում են Դալմայի այգի հետնամասում Մոնտեմերկոյան փողոցի աչու ձախ կողմերը շին աղբը տանում լցնում են ու քաղաքացիներն ասում են մեկ կամաց դատարկելը 10,000 դրամ արժի։ Քանի անգամ հարցրել եմ, բա ԱԱԾ, չգիտեմ ուրիշ են կառույցներ, որ ընդդիմադիրների վրա գործ եք հարուցում, գնացեք հետևից տեսեք, էսով է սրա հետևը կանգնած։ Այդ փոշին հելնում լցվում է մթնոլորտ ու միջև հետ է վերադառնում մարդկանց թունավորումը։ Երբ որ շին հրապարակները ոչ մեկը նորմալ կառավարված չի, բոլոր նորմերը խախտում են, քաղաքապետարանի դիմաց են Ֆիրդուս թաղամասը, որ կա Եգոտ Մասնաշենքի դիմաց, համատարած խախտում է իրենց աչքի առաջ, որ լուսամուտից չզելանան կռանան նայեն, կտեսնեն, որ ցանցապատ չի, կտեսնեն, որ ավտոմեքենաների անվադողերը կեղտոտ դուրս են գալիս Խանջյան փողոց, ու տես բազում խնդիրներ թքած ունեն այս մարդիկի հետրա վրա։ Երբ որ իրենք օրինակ լույսեր թաղամասը, լույսեր այդ թաղամասի անվանումն են, որ ասում ենք, շին թույլտվություն են տալիս, կոյուղի չեն պլանավորում, կոյուղի չկա տեղ հասկանում եք։ Մեկ-մեկ են չաթերում մտնում գրում են այսօր բան մի քիչ խնամքով օգտվեք սանհանգույցներից կամ չգիտեմ ինչը խնայողությամբ օգտվեք, խայտարակությունը, երբ որ աղբավայրը իրանք չեն կոնսերվացել, նորը չեն կառուցել ու դրա փոխարեն աղբի վերամշակման գործարան չեն կառուցել, դրա փոխարեն այսրանք 8 տարվա մեջ 8 միլիարդ դոլար պարտք են վերցրել, ինչ են արել, չգիտես, մարդկանց թունավորում են, առաջինը որ կա օդի աղտոտվածությունն է, խոստացել են խաղահարապարակներ են կառուցել, մի րոպե օդից ենք սկսում, հեսա դրանց հերթով կգանք, տեսեք, 10 միլիոն ծառա են խոստվել, չէ՞ սրանք։ Անցյալ տարի Երևանի բյուջեով ծախսել են 4.8 միլիարդ դրամ փող կանաչապատման, կանաչ գոտիների, չգիտեմ, պահպանության թզիբիլի վրա։ Ինչքան ծառ տնկածն են ավելի։ 5044 հատ ծառ թղթի վրա։ Իրականում գնաց կարող պարզվի 2000 ծառը։ 5000 ծառ են տնկել, 10 միլիոն խոսք են տվել, սրանք երբ են հասցնելու տնկել։ Չէ, երբ են հասցնելու տնկել։ Դեռ Երևանի ընտրություններին բավական ժամանակ ունեն։ Բավականին։ Իրանք նախընտրականի ժամանակ խոսք են, որ Երևանում մանկապարտեզ չվերանորոգված 25 թվականին չի լինելու, դրա փոխարեն ինչ են արել, կարաք ասել։ Մանկապարտեզները քանդե ավիրե մոռացել են տեղները, պրոստը մոռացել են։ Ֆանարջյանի ինստիտուտի կողքի, եթե ճիշտ եմ հիշում, 148 մանկապարտեզ են, թիվը կարող սխալվեմ, բայց ինստիտուտի կողքն էր։ Մալաթիա Սեբաստիան համայնքում Վերոնիկա մանկապարտեզը այնքան թողեցին դարավ ավերակ, հիմա ասում վթարային է, բայց դա էլիտար շենք են ուզում կառուցեն։ Հարավ-արևմտյան թաղամասում B1 թաղամասում Մալաթիա Սեբաստիան այն նախկին ֆրանսիական լավ մանկապարտեզը որ կար, այն օրը տեսանյութ եմ նկարահանել, ասել եմ Մակրոնի ձեռը բռնեք գայից տեղ, ասել նայում ենք ֆրանսիական բարեկամությունը ոնց ենք պահում, ոնց են գուրգուրում, խայտարակ վիճակ դարել է թմրամոլների ու թմրավաճառների հավաքատեղի։ Մարդ է մահանում, թմրանյութ օգտագործելուց մահանում են, դրանից հետո իրենց համար նորմալ այդ մանկապարտեզը թողում են։ Բժշկական ինստիտուտի դիմաց Կորյունի փողոցի վրա առաջին մանկապարտեզը փող են ծախսել, որոշել են, որ այս մանկապարտեզը պիտի իրանք ավարտին հասցնեն, հետո հիմնահատակ ավիրել են, հիմա գնում ես անապատ այդտեղ։ Կենտրոնում լավ տեղ է էլիտար շենք սարքելու երևի թե։ Շարունակությունը Շենգավիթ մուտեց անթիվ անհամար։ Իսկ մի հատ հարց տամ դες, գիտեք քանի հատ մանկապարտեզ են նոր կառուցել Երևանում։ Դուք պետք է ասեք։ Դուք ասեք, դες քանի հատ կառուցած կլինեն։
Իրենք ասում են բազմաթիվ։ Բազմաթիվ։ Ասում են, եթե շարունակենք ընտրել այս իշխանությունը, ապա կշարունակվի այդ մանկապարտեզների կառուցումը։ Դա լավ է, որ իրանք ասում են կշարունակվի մանկապարտեզների գործը, որովհետև 8 տարվա մեջ 8 միլիարդ դոլար պարտք են վերցրել, Երևանում կառուցել են 0 մանկապարտեզ։ Ոչ մի նոր մանկապարտեզ Երևանում չի կառուցվել։ 0, ուղղակի 0։ Իսկ հերթում 15000-ից ավելի երեխա սպասում է, որ իր հերթը գնա մանկապարտեզ։ Իմ երեխան դպրոց գնաց, մինչև չեն զանգի, ասել նարի երեխու հերթը հասել է մանկապարտեզի։ Այդ է խոսքը, ճիշտ եք ասում, իրանք ասում են հետևեք մեզ, կշարունակենք 8 տարի իշխանության են, մի հատ նոր մանկապարտեզ Երևանում չեն կառուցել։ Թաղամասերի շինթույլտվություն են տալիս, մանկապարտեզ չեն պլանավորում։ Միայն Երևանի համար չէր, օբյեկտիվ են դա մարզերի համար է, մարզերում։ Իսկ Երևանի փայը տեից հասել է, թե չէ։ Իսկ կներեք գույքարկը, որ 4 անգամ թանկացրել են, 4 անգամ, Երևանի բյուջեն 400 միլիոն դոլար է։ Ուր է այդ փողը։ Որպես Երևանաբնակ մարդ, դուք տեսնում եք փողոց դուրս գալիս եք, տեսնում եք ուր է, ասֆալտի վիճակը նայեք, ողբալի։ Ասում է, դա մեր փռած ասֆալտը չէ, նախկիններին էր։ Լուրջ եք ասում, սա քաղաքը փոս է, ուրեմն դուք այս 8 տարի ասֆալտը չեք փռել։ Իրանք իրաց ասֆալտչիկի բրենդել են արդեն իսպար սպարը, ես իրաց խորհուրդ եմ տվել, որ գնան իրանք լոբի աճացնեն կամ Ավիան Տիրոնը կանեփ աճացնի, որովհետև ինքն էր այդ օրենքը բերեց այս կանեփի գործը, ինչ է ոնց որ անում այդ ԿՊ-ները։ Այդ կարող իրաց մոտ ստացվի։ Թե չէ իրաց մոտ քաղաքը կառավարել ուղղակի չի ստացվում։ Իրանք չեն սիրում երևանցիներին, զզվում են Երևան քաղաքից ու մուռ են հանում երևանցիներին։ Ասում է արժանապատիվ տրանսպորտ։ Երևանում 100 հատ գազել կա, 1000 ողորմի են չինացիների 8 պապերին, Տարոն Մարկյանի ժամանակ 13 թվին է թե չէ, մանուշակագույն հայգերները մի որ քշում են, ասեն ծուղ, դուման կապում բաներ անում, այդ հայգերներն են քշում։ Երևան քաղաքը 500 նոր շարժակազմի կարիք ունի։ Իսկ մենք լուծումն առաջարկում ենք, այո, առաջարկում ենք։ Մենք ասում ենք քաղաքացու գրպանը չենք մտնելու, մենք ջեպկիր չենք, ոնց որ իրանք են ջեպկիր։ Մենք ասում ենք, մենք թողարկելու ենք կանաչ պարտատոմսեր մունիցիպալ, որի արդյունքում դա վաճառելու ենք, բերենք էլեկտրական ավտոբուսներ ու նույնիսկ սակագինն էժանանալու։ Դրա համար ինչա պետք խելք, կամք, ցանկություն։ Այս մարդիկ իրենքն չունեն, դատարկություն է իրանց մոտ։ Տորիչելյան դատարկություն է այս մարդկանց մոտ։ Որոնք բավականին մեծ նախագծերի մասին կա խոսք, այսինքն շինարարական բում, որը ներկայացվում է, այսինքն իրենց ծրագրում հենց քաղաքապետ Տիգրան Ավինյանը Քարոզարշավի մեկնարկից սկսած ամեն օր խոսում է, որ իրենք Երևանում ունեն դրական շատ գործեր արած։ Այ օրինակ, չգիտեմ, Աչափնյակի մետրոն, որ շուտ ասում եք, վայ, դա չի լինում, բայց կա դրա նախագիծը, մարդիկ ասում են, այ, տեսեք, շուտով պատրաստ կլինի։ Տեսեք, նախագիծը որ ասեցիք, չգիտեմ, լաց լինեմ, թե ծիծաղ եմ։ Գիտեք ինչ է նախագիծը։ Այսինքն մի քանի միլիարդ ծախսել են նախագծի վրա, նախագիծը որ լինում է, հասկանում եք, որ նախագծի մեջ օրինակ պետք է լինի օգտագործում է 20 տոննա արմատուր, չգիտեմ, 100 խորանարդ մետր բետոն։ Նախագիծն արեպրծել են, աշխատանքային փաթեթը չկա, այսինքն չկա տակը ինչ են օգտագործում, դա համար քրեական գործ է հարուցվել։ Այսինքն ես եթե ուզենայի այդ քանի միլիարդի տեղը մի հատ AI-ով $120-նոց մի ծրագիր կառնեի, կտայի մի սիրուն մակետը կսարքեի, կբերեի կտա իրան ձեռը։ Չկա այդ նախագծի աշխատանքային պլանը, չկա։ Դրա համար է քրեական գործը հարուցվել։ Հիմա այդ քրեական գործը մի 5 տարի կդատենք, չես հասկանա կլինի թե չէ, դուք ասեն քանի որ քրեական գործ էր, միջև չպրծել չենք կարող հաջորդն անենք։ Սուտ, կեղծիք։ Ես իրանց թազա բան եմ ասում, մի բան որ դուք ասում եք, վերջում երթում կերեք, ասեք Աջափնյակի մետրոյի արև, էս մի բանը լավ է լինելու։ Հեքիաթները որ պատմում են, Երևան քաղաքը բեռնաթափելու համար մի հատ նոր ճանապարհ, մի հատ նոր հանգույց չեն կառուցել սրանք։ Մի հատ, հիշում եք, այն հայրենիքի այն որ բերեցին Մեշանը գլխավոր ճարտարապետներ, ուր է։ Ուրիշ բան ձեզ ասեմ, Արշակունյանը պիտի գնար Իսակովին կպներ, այն Մոնթե Մելքոնյանի, այն Մաքսատան մոտի այդ հանգույցի մոտ։ Ծրագիրը դեռ եղել է Ռոբերտ Քոչյանի ժամանակ, այս մարդիկ պիտի գերակաշայի փողերը տային սկսեն, ոչ մի բան չեն արել, ոչ մի բան։ Մասիվ բարձրացող Միասնիկյանը բեռնաթափելու երկու այլ ընտրանք կարել են, չեն արել։ Ուղղակի չեն արել, դրա տեղն ինչ են արել, գույքը արկը 4 անգամ թանկացրել են, կենտոնի մարդուն ասում են տունը ծախի, գնաց, չգիտեմ, Արվարձաներում ապրի։ Ճանապարհային երթևեկության կանոններ են փոխել, որ այստեղից այնտեղից։ Ինչ որ հիմա որոշում են կարմիր գծերը ապօրինի թանկացնել, ինչ որ չես կարողանում հասկանալ, այս փողոցախիան միակողմանի սարքի, այս փողոցախիան սենց սարքի։ Բեռնաթափելու համար ասում են։ Կարմիր գծերն թանկացրեցին, մի հատ նոր ավտոկայանատեղի չեն կառուցել։ Դրա համար ինչ պետք է անեին, պլանավորված տեղերն է տվել եմ իրաց։ Պետք է կառուցեին նոր ավտոկայանատեղի, բայց դա պետք է լիներ մունիցիպալ, քաղաքային ավտոկայանատեղի։
Այսինքն որ գա մտնի ու դու փողոցում մարդուն չես թողում կանգնես, ասում ես ժողովուրդ թողունակությունը բարձրացնելու համար, տեսեք, այդ մենակ կանգառի խնդիրը չի, նաև ավտոմեքենան երբ որ պարկինգ է լինում, գնում է առաջ, հետ է գալիս, մեխանիկոն ինքը խցանում է ստեղծում, բայց երբ որ այդ փողոցում կանգառ չկա, այդ հոսքը անդադար գնում է ինքը։ Չես մարդկանց բացատրում ես մեխանիզմը ձեռները տալիս, չէ, իրանց չէ, տես ոնց կա, բա իրանց պարքեվաճառները, բա իրանց վոյաժները, անցյալ տարի Երևան քաղաքի գծանշումների համար 630 միլիոն դրամ փող էին ծախսել։ Երևանում գծանշում տեսել եք, նորմալ։ Չհարց եմ տալիս, ես դուք տեսել եք, ուր է այդ փողը։ Այնքան դից աբսուրդ ծախսեր կարող եմ ասել, աբսուրդ։ Ձեռ էի առնում, ասում էի փղի կլետկի համար փող եք դուրս գրել, ասում եմ փղի կլետկա չի, պարոն Մանուկյան, փղի կացարան է։ Գժանոց չի բա էդի։ Ու իրանց հետ գրդոնջի փայատեր ունեն, իրանց գրդոնի փայը Արամ Զավելի Սարգսյանն է։ Ու այսօր ժողովուրդն ընտրություն կատարելուց պետք է գիտակցի, որ ինքը եթե ձայն տվեց Հանրապետության կուսակցության, ինքը ձենատալի գրդոնչիներին, այսինքն բան փայ ուտելուց լափամանից օգտվողներին ինչ որ փայ հասցնելու համար են դա անում։ Սրանց նման ֆենոմենալ թալանչի հողագունդը չի ծնե, չկա, իրանց պես թալանչի չկա։ Մանուկյան, երևանցին, որը գնում է ընտրության, ինչ պետք է իմանա։ Երևանցին պետք է իմանա, որ եթե սրանք վերարտադրեցին, իրանց սպասվում է դժոխքային կյանք։ Իրենք պետք է գիտակցեն, որ իրենք առնվազն օրական, եթե այսօր 2 ժամից ավել է իրանց կյանքից գնում տրանսպորտի մեջ, սրանց մնալու պարագայում 3-4 ժամ կտևի։ Երևանցին պետք է գիտակցի, որ թե սրանք մնացին օդն այնքան աղտոտվելու, որ եթե այսօր մարդկանց մոտ սիրտ թոքային անբավարարվածություն է լինում, քաղցկեղացին տարեր ու երեխաների մոտ աուտիզմ է լինելու, պետք է գիտակցի, որ իր սերունդի վրա իր ընտրությունը անդրադառնալու է իր սերունդի առողջության վրա, ուղիղ անդրադառնալու։ Երևանցին պետք է գիտակցի, որ այս սրանք դիլետանտների խումբ է, իրանք չեն կարող նոր օրինակ աղբավայր կառուցել, աղբի վերամշակման գործարան կառուցել կամ այսինքն կոնսերվացնել։ Իրանք ինչ են անում, հողը տանում լստում են այս բանի վրա, զիբիլանոցի վրա, տեղը բերում են էլի են զիբիլսեն, շարում են մատ գժանոց, ահավոր մատ վիճակ էլի։ Երևանցին պետք է գիտակցի, որ իր ընտրությամբ ինքը իր կյանքը դարձնում է դժոխք։ Ինքը պետք է որոշում կայացնի չընտրել ՔՊ-ին եւ ՔՊ-ի ԿՊՇՏ-ներին փոքր էլի, դա են հանրապետությունն, այդպես գրդոնչի մի քանի հոգի ունեն, իրանք են։ Մանուկյան, ինչ կփոխի Հայաստան դաշինքը։ Հայաստան դաշինքը միակ դաշինքն է, ով չի վախենում խոսալուց Արցախի, արցախայության խնդիրների մասին, ով չի վախենում ասի, որ ազգերի ինքնորոշման իրավունք կա, չի վախենում, որ ասի պատմամշակութային արժեքների մեր գնահատականը տալ ու մենք տեր ենք այդ բոլորին, չի վախենում Արարատ անուն տալուց, չի վախենում Արցախ անուն տալուց, այսինքն առաջինը, որ Հայաստան դաշինքը գալիս է, իր կարևորագույն մեխը, որ կա, ազգային արժանապատվության ու ինքնության այդ մեջքը ուղղելու առաջի հենասյունն է ինքը լինելու։ Մեր դաշինքը այն դաշինքն է, ով գիտակցում է հայրենիքի արժեքը, մեր համար ամենակարևորը դա է։ Հայաստան դաշինքը գալով առաջինը մենք կունենանք արտաքին աշխարհում ուժեղ բանակցող, այսինքն քո բանակցող, ինչպես Քրիստինե Վարդան մեր ասում, լաթի կտորը Հայաստանի համար բանակցում, այդպես է, որ մեր նոր բանակցողը կլինի սեղանի շուրջը, այլ ոչ թե սեղանի վրա, որպես բանակցային առարկա կամ իր, ոնց որ էս մի հոգավորն է, որ կա։ Երկրորդ կարևորագույն խնդիրը, որ կա, դա արտաքին ու անվտանգային խնդիրներից ես ասացի, մեր դաշինքը այն դաշինքն է, ով հստակ գիտի ինչ է ուզում, Երևանի հետ կապված մենք հստակ առաջարկել ենք նոր 8 խոշոր հանգույցներ են կառուցելու, ավտոկայանատեղիներ են կառուցելու բազմաֆունկցիոնալ, վերգետնյա եւ ստորգետնյա, փողոցներում չենք թողելու ավտոմեքենաները կանգնեն, ուղարկելու ենք, ասենք գնա պարկինգում կանգնի, թողունակությունը բարձրացնեն։ Մենք արժանապատիվ տրանսպորտ հրամցնելու մեր բանաձևն ունենք, լուծման մեր տարբերակն ունենք ու մենք չենք մտնում քաղաքացու գրբան, այլեժան ասում ենք։ Մենք առաջարկում ենք, որ գույքահարկը պիտի 26 թվականի անհասկանալի թանկացումը չեղարկվի, 25 թվականին, որը թանկացել է 50% չեղարկվի այդ ամբողջը։ Այսինքն մեր թիմը, որ գալիս է Երևանցուն խոստանում է բարեկեցիկ կյանք, Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդուն խոստանում է բարեկեցիկ ավելի լավ կյանք, եւ մենք ասում ենք, մենք գիտենք ինչ ենք ուզում, մենք գիտենք դա ոնց անել, որովհետեւ Ռոբերտ Քոչյանը իր կառավարման տարիներին ցույց է տվել բոլոր մեծ հանգույցները, որ մենք նայում ենք, չգիտեմ, Օրբելի Խաշմերուկի, Խանջան փողոցի երթականության, որ գտնում է Սարալան Ջեֆրս ստարտը տվեցին, ավարտեցին Կասյանը, ուտեն շարում բազում օրինակներ կբերեմ։ Այսինքն անցած ճանապարհով հստակ գիտենք, թե դա ոնց անել։ Եվ ամենակարևորը գիտենք, թե ումով դա անել։ Ումով անելը հետեւյալն է, ժողովուրդ ջան։ Այսինքն երեք էլ մեր մոտ Մալացիայի հանդիպման ժամանակ նախագաներ եւ երիտասարդ ամբողջ թիմ Աննան Գրիգորյան, Քրիստինե Վարդան, Սամվել Հակոբյան, ես, հասկանում եք,
Այսինքն մարդիկ, ովքեր Լևոնը Քոչարյան, այսինքն երիտասարդ նոր շունչ, ովքեր ստացել են լավ կրթություն, ովքեր գիտեն հայրենիքի արժեքը, ովքեր սիրում են Հայաստանը եւ հունիսի 7-ին ընտրում ենք մենք համար 17-ին, ընտրում ենք Հայաստանը։ Պարոն Մանուկյան, քաղաքացին ինչով վստահ լինի, որ դա կարող են անել։ Դուք ասում եք, տեսեք, առաջնորդը ունի փորձ։ Իսկ այդ երիտասարդները, որոնց անունները տվեցիք, միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, ինչպես կարող են փոխել եւ ինչով քաղաքացին վստահ լինի, որ հենց դուք եք այդ ուժը, որ կարող եք անել։ Տեսեք, թիմի անդամների, որոնց որ ներկայացրեցի, թիմի զգալի մասը իդեմս ինձ կրթությունը ստացել է արտերկրում։ Իդեմս ինձ ես խոշոր հարկատու ընկերության գլխավոր տնօրեն եմ բավականաչափ բարձր աշխատավարձով եւ տարվա կտրվածքով շուրջ 300 միլիոն դրամ հարկ ենք վճարում։ Այսինքն մեր գործունեության արդյունքում մենք ցույց ենք տվել, որ մենք կառավարման փորձ ունենք եւ գիտենք ինչպես դա կառավարել եւ ստեղծել։ Մեր մյուս անդամները, ովքեր որ կան, ունեն արդեն անցած ճանապարհ, ովքեր անվտանգային մնացած խնդիրները իրական տեսնում են։ Տարբերակները, լուծումները քաղաքացու կյանքը ավելի հեշտացնելու համար, ավելի բարեկեցիկ դարձնելու համար մենք հստակ ծրագրերը տեսնում ենք եւ լուծման տարբերակներն էլ ենք տեսնում։ Սկսած մետրոյի ընդլայնման ծրագրից վերջացած նույն ձեր ասած Աջափնյակի մետրոն, որովհետեւ Աջափնյակի մետրոն մենք գիտակցում ենք, որ դա պիտի դրսի ներդրում լինի, այսինքն հայկական իրականության մեջ մեր բյուջեի հաշվին դա անելը այդքան էլ նորմալ չի, որտեղ գումարը շատ մեծ է, բայց դա լուծման տարբերակներ գիտենք ու գիտենք դա ոնց անել։ Թիմը, որը որ ներառված է մեր մոտ, ամեն ոլորտը ունի իր այսպես ասած պատասխանատուն, ամեն ոլորտի գիտենք, որ օրինակ տնտեսական բլոկում ով է աշխատելու, գիտենք անվտանգային գոտում ով է լինելու, բժշկության ոլորտում ով է լինելու։ Հստակ համակարգված մարդիկ չեն, ովքեր փողոցից կենսագրություն չեն ունեցել, առաջի պաշտոնն եղել է փոխնախարար կամ եղել է падգամավոր։ Մարդիկ են, ում կենսագրությունը 1-2 կենսագրություն ունեն այս մարդիկ եւ իրանց անցած ճանապարհով ցույց են տվել, չնայած իրանց երիտասարդ տարիքին է 40-ից մի փոքր եմ ավել, բայց իմ անցած ճանապարհը աշխատանքային ամբողջ կյանքս աշխատել եմ, 21 տարեկանից աշխատել եմ ես։ Սկսած համալսարանում դասախոս լինելուց, վերջացած ազգային ժողովի տարիները եւ մասնավոր հատվածում նույնպես։ Պարոն Մանուկյան, խոսում են Երևան քաղաքում վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Ձեզ ինչ է հայտնի եւ ինչպես եք պայքարելու դրա դեմ։ Կատաստրոֆիկ շատ են օգտագործում իրանք ամբողջությամբ, աշխատանքային ժամերին հանում մարդկանց զորով ծեծելով, ստիպելով ծեծելով, ոչ ֆիզիկապես ծեծելով, որ դուրս պետք է գաք, ցույց տաք աջակցությունը։ Մի օր Տիգրան Ավինյանը դուրս է գալիս փողոցներում, այն իրանց ոչու բարով X-իկ նոլիկներ դոշին խփել են, ինչն է հետաքրքիր էլի։ Այդ խաղը տիրապետող մարդիկ հասկանում են, որ եթե դու 3 քայլ ես անում, 3 քայլի արդյունքում դու միանշանակ կամ ոչ ոքի կրնի կամ դու պարտվում ես, 3 քայլով դու չես կարող հաղթել։ Այսինքն այս մարդիկ X-իկ նոլիկով ցույց են տալու հերթական չարիքն են բերելու։ Եթե ես խաղը սկսեմ, ոչ մի պարագայում, եթե ես 4 քայլ անողը լինեմ, ոչ մի պարագայում ինձ չեն կարողանա հաղթել, կամ ես հաղթելու եմ, կամ ոչ ոքի եմ մնալու։ Ստա էլ կոդ կա սրանց այդ X-իկ նոլիկը, որ իրանց դոշտերին խփեմ անեն գալիս։ Հետ վերջ վարչական ռեսուրսը վերցնում են, որտեղ գնում են վարչական շրջանի ղեկավար, թաղապետարանի աշխատողներ, մանկապարտեզների աշխատողներ։ Դրա պայքարելու ձևը միակն է հանրայնացնել, խայտառակել ու ցույց տալ, որ այս մարդիկ ի սկզբանե գնում են ընտրությունը կեղծելուն։ Այսինքն այդ վարչական ռեսուրսի կիրառելը կեղծիկ է, թե չէ, այսինքն իրանց կարելի է մարդուն գնալ մի բան խոստոնել, անել, չգիտեմ, ես շուտ էի խոստովի անեմ, կամ ես մեկին կարելի անեմ, կամ ես մյուսին մնացած ինչի կարելի, օքեյ, չի կարելի, բոլորին չի կարելի, սարը բոլորին է հավասար։ Մեր խնդիրը հանրայնացնել, ցույց տալ, որ այս մարդիկ ի սկզբանե կեղծում են, ու մարդկանց նաև ասենք, ժողովուրդ ջան, ումից եք վախենում, սրանք ով են։ Ով են սրանք։ Աշխատանքը կորցնելուց են վախենում։ Ինչ աշխատանք կորցնելուց կներեք։ Բաժանապատիվ ապրել է։ Այսինքն ինչի՞ համար պիտի կորցնեն։ Դատի կտալ կա, մյուս կա, այն մյուսը կա։ Կամ երբ որ ընտրած տեղամաս գնում ես դու, այդ ժամանակ ոչ Ավինյան Տիկոն, ոչ իր պապան չի գալիս կանգնում ընդ որ նա այտեսին դու ես ընտրել։ Քաղաքացին պիտի իմանա։ Կամ կներեք էլի, այսինքն դուք ո՞նց եք պատմում կանաչապատման այդ չնչին կոպեկներով աշխատող ոլորտում իրանք կարողանալու են մարդ գնան գտնեն որ աշխատի։ Ավտոբուսի վարորդ չեն կարողանում գնալ գտնեն որ գա աշխատի։ Իրանք կարողանալու են այդ մարդկանց գործից հանեն, հա? Չեն կարողանալու։ Հա ուրիշ բան որ իրանք փոխքաղաքապետերը, թաղապետերը ընտրեն ընդդիմությանը, իրանք կարան հանեն։ Բայց դրանց են մատները մխես հազիվ մի հատ աթոռ են ճարես, հենց ճորճվում են այդ աթոռների վրա իրանք կյանքում էդի կանեն։ Խոսքը դպրոցների, մանկապարտեզների, տնօրենների, ուսուցիչների մասին։ Կներողություն, մենք այդքան շատ մանկապարտեզներ ունենք, որ դաստիարակները բան անեն, բոլորին աշխատանքից հանեն։
Մարդիկ նորից եմ կրկնում, ասում են, այդ մարդկանց նորից եմ ասում, էլի ժողովուրդ ջան, քվյա խցիկով երբ որ դուք գնում եք, մնում եք մենակ։ Ու ճիշտ համարում եք, ընտրեք արժանապատիվ ապրել, ընտրեք Հայաստանը։ Քվյա խցիկների հետ կապված արդեն իսկ բազմաթիվ միֆեր են գնում, որ հնարավոր է լինելու դա ստուգել, տեսնելով է գնացել ընտրության եւ այլն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ասում է, որ դա բացառվում է։ Այս մասով քաղաքացիներին ինչ ունեք ասելու։ Տեսեք, ընտրությունից հետո իհարկե երևում է ով է գնաց ընտրության, ով չէ։ Ես կոչ եմ անում, որ բոլորը գնան ընտրության։ Եթե բոլորը գնան ընտրության, սրանց վերարտադրվելու շանսը զրոյական է։ Հետևաբար ես կոչ եմ անում առաջինը պարտադիր ձևով գնացեք ընտրության։ Ձեր ձայնը ամենակարևորն է։ Կապ չունի ում եք ընտրում, դուք գնացեք ընտրության։ Ես վստահ եմ, որ դուք գնացիք ընտրության, դուք ԿՊ-ին ձայն չեք տալու։ Հետևաբար առաջինը որ կա, ես հորդորում եմ առաջինը, խնդրում եմ որ քաղաքացիները գնան ընտրատեղամաս։ Երկրորդը ստուգելու մեխանիզմը որ կա, մենք ունենք հանձնաժողովի անդամներ եւ հանձնաժողովի անդամը պետք է արձանագրի, եթե ինչ որ մեկը փորձի ցուցակի մեջ մի բան նայել, կապ տալ, որ եկեք բան այլ, այդ խախտումները բոլորը պետք է արձանագրվի։ Արձանագրենք, որ սրանք ամենաուժեղ ընտրակեղծարարներն են։ Անցյալ ընտրությանը բերել էին Երևանում մի հատ հասցեում 38 հնդիկ էին գնացել է այդ տունը դուրը թակում այդ կինն ասում այ ախպեր ջան ես մենակ եմ ապրում ես խաբար չեմ էդի ով են ինչ են այս մարդիկ կեղծելու են ընտրությունները Անկամ այդ մասով կարծես թե խնդիրը նախապես է լուծվել, որովհետև ասում եմ, եթե անձնորոշ վարձով բնակվում է այստեղ, կարող են դիմել եւ միգրացիայի ծառայություն անպայման կգրանցի անկախ տան տիրոջից եւ այլն։ Նման կեղծիքներից ինչպես կարող են պաշտպանվել։ Հատկապես խնդիրը Երևանում է։ Տեսեք, եթե իրանք վերջօր ինչ որ հրատապ լրացի ցուցակներով մեծ ծավալ բերեցին, դա խնդիր է, իրոք խնդիր է։ Եթե շուտ են բերում, մենք արձանագրում ենք, որ այդ տան հասցեում նման տիպ մարդ չկա, բոլոր տեղերում ունենք մեր համակիրներ, ովքեր ռեալ ասում են, որ այստեղ կա այս մարդը, այստեղ չկա այս մարդը։ Այսինքն այդ խնդիրը մենք ապահովագրած ենք։ Վերջի պահին, երբ որ գալիս ենք, մենք պետք է փորձենք հասկանալ, կա այդ մարդը, չկա այդ հարցը ու հանրայնացնել։ Հանրայնացնել ներքև թույլ չտալ։ Մենք դա ենք անելու, դա արդեն ընդդիմության խնդիրն է։ Խնդիրների դեպքում քաղաքացիները ում են դիմելու։ Մեզ Հայաստան դաշինքին թող դիմեն, բոլոր մարզերում, բոլոր Երևանի վարչական շրջաններում ունենք մեր շտաբերը արդեն, մոտիկանանք եւ մենք ընթաց կտանք այդ բոլորին։ Հանուն ինչի պետք է քվեարկել հունիսի 7-ին։ Հանուն Հայաստանի, հանուն արժանապատիվ Հայաստան ունենալու, հանուն Հայաստանի, որ երկրից դուրս հպարտությամբ կասես Հայաստանի քաղաքացի եմ եւ քո անձնագիրի քո ձեռքը հպարտությամբ կասես։ Դու պետք է ընտրես հանուն քո ինքնության։ Այն որ այս մարդիկ ուզում են մեր ինքնությունից ջնջեն Արարատ լեռը, ջնջեն մեր առաջի քրիստոնյա լինելու ազգ լինելու փաստը, պիտի ընտրես հանուն դրա։ Դու պիտի ընտրես հանուն դրա, որ ավելի բարեկեցիկ ապրես։ Դու պիտի ընտրես հանուն այնրա, որ քո երեխաներն ապրեն արժանապատիվ երկրում, անվճար սովորեն քո երեխաները ունենան այն ապագան, ինչը դու երազում ես, աշխատատեղեր եւ մնացածը։ Եվ այս պարագայում բնականաբար ես հորդորում եմ հունիսի 7-ին ընտրել համար 17-ին, ընտրել Հայաստան դաշինքին։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Երևանի ավականու անդամ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանը։ Մենք զրուցում ենք Երևանում առկա էական խնդիրների մասին, որոնք կարող են լուծվել հունիսի 7-ի ընտրությունների, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների մասին։